Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օդանավակայանում անձամբ է դիմավորելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին։ Վերջինս առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Ես անձամբ խոսք եմ տվել Վալենտինա Մատվիենկոին, որ ինքս կդիմավորեմ նրան։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը նաև նշել է, որ Մատվիենկոն հարցրել է. «Ո՞նց էիք դուք Տիկին Նենսի Փելոսին դիմավորել օդանավակայանում»։ Ես ասացի Տիկին Մատվիենկո, երբ դուք էլ գաք, մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ։ Ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, կապ ենք հաստատել Գյումրիի, զրուցելու ենք Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Եվ այսպես, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Բարսեղյան, անդրադառնանք առաջիկա օրերին Մատվիենկոյի այցին եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը, թե ինչու պիտի անձամբ օդանավակայանում դիմավորի Մատվիենկոին։ Տեսեք, ակնհայտ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո կամ նրա այցի ընթացքում տեղի ունեցածից հետո որոշակի լարվածություն կա, խութեր կան, խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում, որոնք կարծես թե փորձում են այսպես որոշակի առումով Հայաստանի իշխանությունները մեղմել կամ ընդհանրապես ցույց տալ, թե խնդիր չկա։ Ձեր կարծիքով ինչ է տեղի ունենում եւ արդյոք ճիշտ է Մատվիենկոին, այսպես ասած, նման պատվի արժանացնելը։ Ինչ է սա իրենից ներկայացնում, համեցեք։ Շնորհակալություն, Մատվիենկոն հավանաբար նախանձկին է, նախանձվել է Նենսի Փելոսի դիմավորելու մասով։ Հա, ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ էլ ընդունեցին, շատ լավ էլ ճանապարհեցին Լավրովին, ամեն ինչ արեցին, որպեսզի փողոքի ցույցի կամ փողոքի պիկետի ձայները ու տեսարանները Լավրովին չհասնի, որպեսզի նրա նուրբ տեսողությունը ու նուրբ լսողությունը հանկարծ չվնասվի դրանից եւ այլն եւ այլն։ Ինձ թվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը համարել է, որ Ադրբեջանի հետ իր հարցերը ահագին կարգավորել է ու մի քիչ իհարկե դժգոհում է Ալիևի պահվածքից, որը կարելի է նաև Ռուսաստանի նկատմամբ համարել փոքր-ինչ անպարտավան, գումարած օդանավի հետ կապված ուղևորատար օդանավի հետ կապված միջադեպը, որ այդպես էլ Ռուսաստանը ներողություն չխնդրեց բանի օդանավը զգետնելու համար։ Ինձ թվում է, որ Ռուսաստանը որոշել է, թե կարող է ինչ-ինչ հնարքներով Հայաստանին շարունակել պահել իր ուղեցրում ու ջանքեր է ներդնում այս ուղղությամբ, հետո ավելի հաճախակի գնալ գալով, իսկ Հայաստանի իշխանությունները ինձ թվում է, որ խեղճ պահվածք են դրսևորում։ Ես կուզեի տեսնել ավելի համարձակ եւ վճռական իշխանություններ, խոսքը բոլորովին հարաբերությունները խզելուն չի վերաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ, այլ այդ հարաբերությունները որակապես նոր մագարտակի բարձրացնելուն։ Ինչին պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությանը պիտի պատասխանատվության ենթարկել բոլոր հնարավոր այն գործիքներով, ինչ կարող է ունենալ Հայաստանի իշխանությունը, այնպես որ հարաբերությունները պիտի կառուցվեն հավասարի պես եւ Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ մի կերպ տարբեր գործիքներ կամ պիտի հատուցի իր տված վնասների համար Հայաստանին։ Մենք դա չենք տեսնում, ես դա չեմ նկատում, գնալ կալ ճանուղուլ բան տեսնել, ուրեմն գնալ օդանավակայան դիմավորել կամ Լավրովին չդիմավորել, դրանք փոքրիկ բաներ են։ Ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունները առայժմ համոզված են, որ պրոկրեմլական կամ կրեմլա ենթակայության վեկտորը ոչ մի դեպքում չպիտի փոխեն։ Սա ցավոք իմ տպավորությունն է Հայաստանի իշխանությունների վարքից։ Միաժամանակ նկատում ենք իհարկե բազմազանացումը արտաքին հարաբերությունների, զենքի գնման, դիվանագիտական հարաբերությունների, երեք էլ Ֆրանսիան փաստորեն հայտարարեց, որ պատրաստ է գրավոր ռազմավարական համագործակցություն ստորագրել Հայաստանի հետ։ Սա Հայաստանը անում է, միաժամանակ ցավոք պահելով իր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, դա արտահայտվում է մի շարք ոլորտներով, չստեղծել կազմակերպական այլընտրանքներ, թույլ տալ, որպեսզի ռուսական կամ կրեմլական ռոպագանդան այստեղ
շարունակի իր հաղթարշավը մինուս Սալավյովյան 2 հաղորդում, բայց մնացածը ստեղ քշում են ինչպես կամենում են եւ այլն, բազմաթիվ ուրիշ բաներ, կապիրկինին կարգի չեն հրավիրում կամ կարգի չեն հրավիրում այնպես ինչպես հարկն էր եւ այլն, հա, պաշտպանում են Լավրովի ականջներն ու աչքերը ցուցարարներից, սա մեր իշխանությունների թուլության նշան է, ես այդպես եմ համարում, չեմ կարծում, թե շատ սիրում են Կրեմլին, ուղղակի մտածում եմ, որ Հայաստանի իշխանությունները եւ պարոն Փաշինյանը կարծում են, թե Հայաստանը բավարար ներուժ չունի վեկտոր փոխելու համար, երկու բան է անում, էլի միաժամանակ եւ Եվրամիությանը անդամակցելու մեկնարկի մասին օրենք է ընդունում, դրանից հետո ոչինչ չի անում այդ ուղղությամբ, հա, միևնույն ժամանակ շարունակում է ջերմեռանդ հարաբերությունները պահպանել ուրեմն Կրեմլի հետ, այն Կրեմլի հետ, որը ֆաշիստական քաղաքականություն է վարում իր նախկին կաղուտների նկատմամբ։ Պարոն Բարսեղյան, դուք սկզբում նշեցիք փաստորեն Լավրովի այցի օրը արտաքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած ակցիայի նկատմամբ ընդհանրապես ոստիկանության գործողությունները Այդ գործողությունները ինչ ցույց տվեցին, որ Հայաստանը փաստորեն այսպես Ռուսաստանի ամեն կերպ փորձում էր չվնասել այդ հարաբերություններին կամ ամեն կերպ գոհանալ Լավրովին, կարծում եք կոնկրետ հրահանգ կար։ Ինձ թվում է, որ բանը խաղաղ ցուցարարները իսկապես խաղաղ էին, շենքը գրոհելու, հարձակվելու, որևէ մեկին վնասելու, ապակի ջարդելու, որևէ նման նախաձեռնություն չկար, մարդիկ իրենց բաց դեմքերով էին, էլի, ոչ թե այնպես ինչպես որոշ դեպքերում է լինում։ Ուրեմն եւ այդ մայթի վրա այդ պիկետը կարող է շարունակվել։ Ես ցավում եմ, որ Հայաստանում չեմ եղել, այլապես այնտեղ կլինեի, ներողություն դրա համար։ Պիկետը կարող էր մնալ մայթին եւ շարունակվել 30-40 հոգի պաստառներով բացատրում էին, որ ուրեմն Պուտինը եւ իր Լավրովը արյուն ռուշտ արարածներ են, արնախում քաղաքականություն են վարում։ Էս էր իմաստը։ Պլյուս դավաճանել են Հայաստանին, դավաճանել են իրենց ստորագրած թղթերին եւ այլն։ Ոստիկանությունը, չգիտեմ ինչի, որոշեց, որ այդ մայթից պիտի հեռացնի հանդիպակաց մայթը Շահումյանի արձանի կողմը։ Հետո հրեցին ավելի խորքը դեպի Շահումյանի արձանի։ Հետո դրանով էլ չբավարարվեցին ըստ երևույթին, բերեցին ոստիկանական մեքենաներ շարեցին այդտեղ, այն մեքենաներն են, որոնցով բերման էին ենթարկում, ասենք հասարակական կարգը խանգարողներին, զանգվածային անկարգություններ անողներին կամ ենթադրենք ոստիկանների օրինական հրամանը չկատարողներին կամ անօրինական հրամանները չկատարողներին։ Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ այդ մեքենաների տարողությունը ցուցարարների թիվը գերազանցում էր 4-5 անգամ։ Սա նշանակում էր, որ բերել էին այդ մեքենաները, որպեսզի ոչ թե ցուցարարներին հեռացնեին այդտեղից, այլ ուղղակի պատնեշեին, փակեին տեսարանը, որ խեր Լավրովը հանգարց չլսի, չտեսնի, թե այդ ցուցարարները ինչ են անում, դեռ ինչի դեմ են բողոքում։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ ոստիկանություն չէ, իրականում դա միլիցիան է, մենթերն են մնացել, փորձեցին ընդեր ցուցարարներից Արմանին Բաբաջանյան բերման ենթարկել ուժային գործողության ինչի համար մարդիկ խաղաղ իսկապես խաղաղ բողոքի ցույցի էին եւ ինձ թվում է, որ սա հատուկ հանձնարարություն էր, այնինչ իմաստուն իշխանությունը կարող էր սա շատ լավ օգտագործել ցույց տալու համար Լավրովին, իրենց սիրելի Սերգեյ Լավրովին, որ տեսեք Հայաստանում բոլորը չէ, որ բան են համամիտ են մեր վարած քաղաքականության հետ, պրոկրեմլական քաղաքականության հետ, էլի։ Տեսեք մարդիկ կան, որոնք բողոքում են, էլի։ Դրա փոխարեն որոշեց պատնեշել, այդպես փակել։ Դա քիչ է։ Հələ մի հատ էլ վարչական վարույթ, մյուս օրը ոստիկանություն, էսկոմենկո, այդ ինչ էին արել այդ մարդիկ, ոստիկանապետը կամ ինչ է անունը, նախարարը կարող է բացատրել, սա բացարձակ անընդունելի վարք է, սա նշանակում է, որ երկու տարբերակ կա, կամ ոստիկանությունը իր խելքով է ամբողջը արել, շատ է սիրում Լավրովին, Կրեմլին, Պուտինին եւ նրանց Զախարովա Մաշային եւ այլն, կամ էլ սա հենց ուղիղ հրաման է Փաշինյանից եւ բանից, Արարատ Միրզոյանից, չեմ կարող ասել, որն է ճշմարիտ, հա, այդպիսի անհամաչափ ուժի գործադրումը անընդունելի է, ընդհանրապես անհամաչափ ուժի գործադրումը ինչ ցույցեր լինի, խաղաղ լինի, ոչ խաղաղ լինի, գործադրվող ուժը պիտի լինի համաչափ վնասը չեզոքացնելու համար անհրաժեշտ քանակի միջոցներ պիտի գործադրվեն եւ բավարարից ավելի գործադրումը
սխալ է։ Անհրաժեշտից պակասի գործադրումը նույնպես սխալ է։ Այս մի դեպքում ընդհանրապես որևէ ուժի գործադրման կարիք չկար, չի եղել։ Շեշտում եմ եղել է խաղաղ ցույցը, ինչ անեն այդ ցուցարարները դիմեն դատարան տարիներով ապացուցեն, որ ոստիկանությունների գործողությունները ապօրինի էին, իրավազանցություններ, անցել են իրենց լիազորությունները, 3, 4, 5 տարի վերաքննիչ, վճռաբեկ, իմաստը որն է, ավելի լավ է մարդկանց բացատրել, որ այս իշխանությունը շատ կոնկրետ այդ դեպքում պաշտպանել է Լավրովի շահերը, քաղաքացիների բողոքն է սահմանափակել ընդդեմ ինչ որ բանի, այս դեպքում կոնկրետ այդ Արարատի այցի դեմ։ Էլ ինչ կար։ Հա, եւ իմաստ չունի էլի բանով դատարաններով փորձել գնալ այս ամբողջը հաղթահարելու եւ արդարության հասնելու համար։ Սա ապացույց է այն բանի, որ իրավապահ համակարգը, ոստիկանական համակարգը չի բարեփոխվել, սա հերթական ապացույցն է, սա նոր չէ։ 7 տարվա ընթացքում ինչ որ բաներ փոխվել են, ինչ որ բաներ չեն փոխվել, բայց այս հասարակ օրինակը մեզ ցույց է տալիս, որ այն մարդ հանցագործ էի գտել այդտեղ։ Իսկապես, հա, որևէ մեկը կարող է բացատրություն տալ, չեն կարող տալ, ինչպես չեն տվել նախկինում լիազորությունների անցման կամ անհամաչափ ուժի գործադրման դեպքերում, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Տեսեք, Փաստորեն Մատվիենկոյի այցին ընդառաջ նույնպես լինելու են ակցիաներ, պարոն Բարսեղյան, այս անգամ արդեն ազգային ժողովի մոտ հավանաբար կլինեն, առհասարակ ինչպես է գնահատում, ինչպիսի մասնակցություն դուք կունենաք։ Նիկոլի օրոք չենք նստել, կնանք նստենք, ուրիշ ինչ մասնակցում դիլինի։ Բանը, այն ինչ կանեն իմ ընկերներ, գործընկերները, ես էլ ընդեղ եմ լինելու։ Սա միանշանակ է, օրը չգիտեմ ճիշտ ասած երբ է գալու, մադամը, բանը, Ռուսաստանի Դաշնությանը պիտի արժանի պատասխաններ տրվեն։ Քաղաքական պատասխանի մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները դա չեն անում, դա անում են ես բերան, փափուկ, վախկոտ են, SNN են, հա։ Մի քաղաքացիական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ծերները ինչ գալիս անում են եւ բանը իշխանությունները պիտի երախտապարտ լինեն այն մարդկանց, ովքեր իրենց բողոքը խաղաղ ճանապարհով են հայտնում։ Հիմիկվանից զգուշացնում եմ, որ ոստիկանները բերեն շարեն իրենց ոստիկանական ուժերը, եթե ազգային ժողովի դեմն է, ուրեմն բերեն ազգային ժողովի դեմը շարեն, տեսնեն ինչ են անում։ Ջրցան մեքենաներ բերեն, զարյա բերեն, ինչ է, գազ բերեն, ուրիշ ինչ կար, ես իմ վահաններ, այդ մահակներ, սաղավարտներով զինած բան, ահա, դե պիտի փողոքվի, իհարկե պիտի փողոքվի, պիտի բացատրվի, որ դուք Հայաստանին, եթե դաշնակից եք համարում, պիտի ընդունեք, որ դուք դավաճանել եք, կամ ելեք հայտարարեք, որ դաշնակից չենք, ախպեր խզեք այդ անդեր պայմանագիրը հասկանանք, որ դուք միայն Ադրբեջանի դաշնակիցն եք, այդպես երկու կեսեղնելով, ինչպես եք կարողանալու ապրել Տիգին, Մատվիենկո, Լավրով, Պուտին եւ մյուսներ։ Տեսեք, պարոն Բարսեղյան, մենք տեսնում ենք նաև, որ նույն Լավրովը օրինակ չայցելեց Ծիծեռնակաբերդ, բայց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը այցելեց, եթե փորձենք զուգահեռներ անցկացնել, բավականին քննարկվեց ընդհանրապես Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելը, ինչպես եք գնահատում։ Ինձ թվում է մեկնաբանելու շատ բան չկա այդտեղ։ Եթե իսկապես Սրտանց ուզում էր թարմացնել կամ ինքն է ասում պերգրուսկա անել, պերեզագրուսկա ներողություն անել, հա, Քլինտոնի սխալն արեցի, պերեզագրուսկա անել, վերագործարկել հայ, բանը, վերաֆորմատավորել, այսպես ասած, հայ-ռուսական հարաբերությունները, պիտի այցելեր։ Եվ ես տեղյակ եմ, որ դա ինչքան տեղյակ էի մինչև դա նորմ է այդ կարգի պաշտոնյաների այցելության համար, այս անգամ որոշել է ծաղկեպսակ ուղարկել, Մոսկվայից կուղարկեիր, էլի, գալ Հայաստան հասնել ծաղկեպսակ ուղարկելը որն է, դժվար էր, գնայիր Կիևյան կամրջով կանցնեիր, այդ պաստարը իհարկե չէիր տեսնի, որովհետև ոստիկանները դա հանել էին, ինչ էին հանել, դա էլ է հետաքրքիր։ Դա էլ է հետաքրքիր, պաստառներն ինչի էիք անում, պարոնայք միլիցիոներներ, դուք ոստիկան չեք էլի, դուք միլիցիոներ եք էլի, դրանցից մի քանիսն էլ մենթեր են տեր, հա,
բանը որոշեց չգնալ թե Ֆրանսիան էլ իր վերաբերմունքը ցույց տվեց նորություն չէ իհարկե եվրոպական երկրների առաջնորդները ես այդ լիրիկայից մի քիչ հեռու եմ էլի ահագին հեռու եմ ճիշտ ասած արարողակարգի տեսանկյունից կարծում եմ որ ճիշտ կլիներ որ գնար էլի ավել պակասվարեն խոսալ չտար իշխանությունները երևի բանակցել են խոսել են հետո ինքն էլ ասել է իա այդ էր պակաս Ադրբեջանին ու Թուրքիային նեղացնում ենք ես ինչ եք ուզում մեզնից մոտավորապես էս է Պարոն Բաղդասարյան, տեսեք, հայ-ռուսական հարաբերությունները ինչպես պետք է կարգավորվեն։ Դուք սկզբում նշեցիք հավասարը հավասարի հետ պիտի հարաբերվի։ Այդ ուղղությամբ փաստորեն Հայաստանի իշխանությունը քայլեր չի ձեռնարկում։ Ընդհանրապես Ինչպես պիտի տեղի ունենա այդ հարաբերությունների առհասարակ առողջացման գործընթացը, երբ օրինակ առավոտից երեկո նույն հեռուստաալիքները ռուսական գիտենք թե ինչպիսի լուտանքներ, հայհոյանքներ են տարածում Հայաստանի հասարակության, Հայաստանի իշխանությունների ուրեմն հասցեին, բայց այս առումով էլ մենք վճռական չենք ու վճռական քայլեր չենք իրականացնում։ Այս դեպքում այդ հարաբերությունների առողջացման ինչպիսի հնարավորություն եք տեսնում։ Ես խուսափում եմ այդ դեպքերում մենք բառը օգտագործել, որտեղ մեր մասին չէ խոսքը, Հայաստանի իշխանությունների մասին է խոսքը, իսկ դրանք տարբեր բաներ են։ Մենք ուրիշ ենք, Հայաստանի իշխանություններն ուրիշ են։ Պետք ընտրված են ժողովրդից։ Ներողություն այս նկատառման համար։ Նախ եւ առաջ հարկավոր է որ Հայաստանը իր կախումները նվազեցնի Ռուսաստանի Դաշնությունից բոլոր հնարավոր կախումները տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլն։ Դա պիտի արվի հնարավոր բազմազանացմամբ, դիվերսիֆիկացիաներով։ Գազն է, то չգիտեմ, այդ ինչն է, վերին լարսն է եւ այլն։ Բոլոր այս հնարավոր կախվածությունները առևտուրն է, հա, ասում են, որ առևտուրը ինչ որ զգալի ծավալով Ռուսաստանի հետ է, բա ոնց կլինի, եթե հանգարց հարաբերությունները վատանան, հարաբերությունները լավ էլ վատ են, էլի, այնպես չէ որ հարաբերությունները լավ են։ Հարաբերություններ խզելու մասին ցածակ բան չունեմ ասելու ես, հա, ոչ մի նման բան մտքումս չկա, հա, եւ օրինակի համար Իրանի պես երկրի կողքին լինելով, նավթի ցիստերնի կողքին լինելով, նավթի то չգիտեմ էլի մի կրիչի կողքին լինելով մնալ այդպիսի էներգակրային կախման մեջ Ռուսաստանի Դաշնությունից բացարձակ անեկդոտ է Ես հասկանում եմ, որ Իրանում արտադրված բենզինը այն որակը չունի, որպեսզի Հայաստանում եղած մեքենաներին սպասարկի բարեհաջող կերպով վնասվում են դրանք։ Շատ եմ հարց ու փորձ արել, բայց ինչն է խանգարում ունենալ նավթի վերամշակման գործարան, ինչի մասին ժամանակին, եթե չեմ սխալվում, խոսում էր Սերժիկ Սարգսյանը, այդպես էր այդ գործարանը չստեղծվեց։ Հա, ու բանը այդպիսի մի գործարան ունենալ սահմանին Եվ ունենալ իսկապես շատ էժան, բենզին է, մազութ է, մնացած ինչ է անունը, ասֆալտի մեջ օգտագործվող պիտումն է ու էլի ուրիշ բաներ, ինչ վատ բան կա ստեղծվում, ինչ որ մեկը կասի, որ իհարկե պատժամիջոցներ կան եւ այդ պատժամիջոցները չեն թողնում, բայց ես տեղյակ եմ, որ արևմտյան երկրները, որոնք պատժամիջոցներ ունեն Իրանի դեմ, Հայաստանի մասով միշտ բացառություններ են արել եւ անելու են եւ եթե որևէ նման նախաձեռնություն լինի, գոնե Հայաստանի ներքին օգտագործման համար այդպիսի պաշարների ստեղծումը կամ այլընտրանքների ձևավորումը հազիվ թե այդ բացառությունը չեղարկվի Հայաստանը կունենա այդ արտոնությունը ինչը չի անում Հայաստանի իշխանությունը կազատարը որը խոսվում է բազմիցս խոսվել է այն մասին որ դա Ռուսաստանի ճնշմամբ փոքր թողունակությամբ է կառուցվել ժամանակին 1200 մմ-անոց խողովակի փոխարեն 75 մմ-անոց հոսքը մոտ 6 անգամ պակաս ավելին նույնիսկ Հա, ինչը թույլ չի տալիս որևէ կերպ գազ արտահանել։ Պայմանագիրը 13 թվականի դեկտեմբերի ինչ է անունը Պուտինի եւ Սերժիկ Սարգսյանի ստորագրած խայտառակ գազային ստրկական պայմանագիր։ Այդ պայմանագիրը պիտի վերանայելու խոսակցություն բացվի չեղարկելու կամ դրա մեջ այդ ստրկական դրվագները վերանայելու, վերացնելու։ Եվ եթե այսպիսի այլընտրանքներ ձևավորում է Հայաստանը այն մասերով, որոնցով լուրջ կախման մեջ է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունը կսկսի, ուզած-չուզած կսկսի երկու բանի մասին մտածել։ Մեկը Հայաստանի անեքսիան է,
վերցնենք, գրավենք, հեղաշրջումանենք, մեր տարածություններին տնենք ընդեղ, ինքնիշխանությունը վերացնենք, գլխներին տանք խելոք մնա, դառնա մեր կահութը Բելարուսի պես, հա։ Մի սցենարը սա է, որը իրանք մտածում են անկախ ամեն ինչից։ Միշտ էլ մտածում են այս մասին, նոր չէ որ պիտի մտածեն։ Երկրորդ այն է, որ հələ բերեք ավելի հարգալից խոսենք Հայաստանի հետ։ Այս մարդիկ ոնց որ թե իրենց կախումները մեզնից Հայաստանը ենթադրաբար նվազեցնում են եւ երևի այս տենդագին այցերը կնանք կանք ճանուղ ուրբան եղնենք նվերներ տանք նվերներ ստանանք նվերներ ստանում են ռուսները որ գալիս են ստեղ պաշտոնյաները չարաղաջ նվերներ են ստանում ես տեղյակ եմ չգիտեմ իրենք ինչ են նվիրում մեր պաշտոնյաներին հա երևի ժամանակը կգա կբացվի թուղթ ու բանը կիմանանք էլի մենք հա դա նաեւ պայմանավորված է նրանով որ երևի թե առաջին սցենարի շուրջ շարունակ մտածելով մտածում եմ որ բերեք լավ դե իրենք կապը փորձում են կտրել այլ ընտրանքներ են որոնում արևմուտքում բանում կոնե փորձեք մենք այդ կապը տակ պահենք մինչև տեսնենք ինչ է լինում Ուկրաինայի հախից կանք հետո կդառնանք Վրաստանով կմտնենք Հայաստան մոտավորապես այս սցենարներն են այդ կախումները վերացնելու կամ նվազեցնելու հա բազմազանացնելու հարաբերությունները դիվերսիֆիկացնելու գործիքը ամենակարևորն է ինչը Հայաստանի լեգիտիմ իրավունքն է նույնիսկ Լավրովի պեսը իր այցելության ժամանակ ասուլիսի ժամանակ ճարակտրած խոսում էր որ հա դե ինքնիշխան իրավունքն է երկրի ումից ուզի զենք կգնի էլի հա ճարակտրած էս էր ասում եւ բանը պրոպագանդան հա որը աշխատեցնում են Հայաստանի Հանրապետության թեմ ինքնիշխանության թեմ ժողովրդավարության թեմ մարդու իրավունքների թեմ ու կոմարած իշխանությունների թեմ դա թողնենք բայց այն առաջին 4-ը որոնք ես թվարկեցի դրանք պիտի Հայաստանի իշխանությունը ջախջախի ինչը չի անում 100 անգամ խոսել ենք ու բացատրել ենք որ այն ստորագրած հուշագիրը 20 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության նախարարների միջև երկու երկրների հերարցակող երկու լրատվամիջոցների կոնը երկու վերահերարցակումը ապահովելու փոխադարձության սկզբունքը խախտված լինելու բերումով Հայաստանը կարող է հենց հիմա 5 րոպե հետո կամ 5 րոպե առաջ կարող է դադարեցնել Հայաստանի մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքի հերարցակումը RTR պլանետան է որն է հա այսինքն Եվ չի անում դա հեշտությամբ դա կարող է անել ասել դուք մեր ալիքը չեք հերարցակում 4 տարի պիտի հերարցակեիք 4.5 տարի եղավ չեք հերարցակում դե մենք էլ ծերը չենք հերարցակում ախպեր հենց կարողացաք հերարցակել կվերանայենք այդ անդեր թուղթը չի անում Հայաստանի իշխանությունը չգիտեմ ինչի չի անում վախկոտ է մի խոսքով այդպես արտաքին քաղաքականություն չեն անում խարխափելով էլի հա Պան Բարսեղյան, տեսեք 26 թվականի հետ կապված Ռուսաստանը ձեր կարծիքով ինչ գործողություններ կիրականացնի, տեսակետ կա, որ բավականին լուրջ գումարներ են ներդրվելու ռուսական կողմից եւ այսօր էլ դա արդեն որոշակի առումով այսպես երևում է Լավրովի այցը նաեւ այդ տրամադրությունները ստուգելու համար էր եւ այլն մի կողմից էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում, այդ պատերազմը վարում է Ռուսաստանի Դաշնությունը, այ ձեր կարծիքով ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը այստեղ շատ ավելի մեծ ներդրումներ է անելու որոշակի առումով նաև ապակայունացնելու այսպես ներքաղաքական կյանքը ոչ թե ապակայունացնելու մեր գնահատմամբ այո դա կարող է լինել ապակայունացում բայց իրենց գնահատմամբ դա քաղաքների վերամիացումն է եւ սաբիրանիե զիմել փողերի վերամիավորումն է իրեն Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենային, Վրաստանին եթե 8 թվականին հախից եկած լինեին, Հայաստանը հիմա սահմանակից կլիներ Ռուսաստանի Դաշնությանը, հիշում եք, հա, այդ ինչ է Մարգո Սիմանյանի ու Կյադի խոսակցությունները, հա, այսինքն սա իրենց հինավուրց դուգինական, եսիմինչական խաղապարների բանն է, հիմքում է ընկած, վերադարձնել կաղոթներն իրենց, այսինքն եթե իրենք ընտրությունների ժամանակ չփորձեն նախկին Ենթակայության տակ եղող երկրներին, դա խորհրդային միության հանրապետություններն են նախ եւ առաջ եւ Վարշավյան պայմանագրի երկրներն են, Ռումինիա, Բուլղարիա եւ այլն, ինչը փորձել են անել, բարբերաբար փորձում են դա անել։ Եթե չանեն, շատ զարմանալի կլինի։ Շատ պիտի զարմանանք, որ իրենք նման բան չկամենան անել։ Այս պրոպագանդան ու իրենց վարկը, այս մեր Հայաստանի քվազի կամ կեղծ քաղաքական գործիչների վասկը, Մոսկվա վերադարձը
Մոսկվային հավատարմության հրապարակային եւ ոչ հրապարակային երթումներ տալը, պիկետները կազմակերպած իրենց Եվրազիա ինչ որ շարժում, բանը երեգել մեկը գրել էր բաներ էր ինչ որ պիկետից ես քիչ առաջ Facebook-յան էջում ստերեցի այդ լուսանկարը, հա գնացեք ձեր դեմոկրատիայով Եվրոպայի էսիչների մոտ հայոյանքով բանով եւ պաստառների հետևը թաքնված, այս ամբողջի սկզբն աղբյուրը Կրեմլն է։ Այս ամբողջի ակունքը Կրեմլն է, սա լայնամասշտաբ պրոպագանդիստական արշավ է Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Այդ արշավը եղել է շատ երկար ժամանակ եւ մնում է այդպիսին։ Ելցինի ժամանակ էր, որ այդ արշավը չկար կամ գրեթե չկար, բայց կար արդեն պայմանագիր Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր։ Պուտինի ժամանակ հետսետ է եւ 7-8 թվականից էսկոմ դա նախկին խորհրդային հանրապետությունների դեմ ինքնիշխանությունները նվաստացնելու, թերակնահատելու, լուծարելու երկրները որպես ինքնիշխանություններ վերացնելու եւ Ռուսաստանի Դաշնության տիրույթ վերադարձնելու, այս անգամ միութենական պետության ամբակորգոր հայտարարության տակ դեռ իսկ չեն անում ասել SSSR 2 էլի, հա, բայց գաղափարը սա է եւ պիտի անեն իրենք չեն լինի, Կրեմլը ինքը չի լինի, եթե սա անի։ Ինչ է անում այդ դեպքում 16, 17-րդ, 18-րդ տարերի մեթոդներով աշխատող նախկին կայսրությունը, կումարած ժամանակակից տեխնոլոգիաները։ Ուկրաինայի դեմ կիրառում է եւ ժամանակակից տեխնոլոգիաներ եւ իհարկե 16-17-րդ տարերի գաղութատիրական գործիքները, հա, բանը, գնանք հերով սերով ջարդենք, փշրենք եւ այլն եւ այլն։ Հերով սերովի հետ կապված է սցենարը միշտ իրենք ունեն, օգտագործել ստեղած իրեն զինուժը, այն նոյեմբերի 9-ի գիշերը կառավարական շենքեր ճախճախող այդ զանազան խառնի ճաղանճ խմբավորումներին հանուն հայրենիքի է կոչվում, դա մեռնեմ հայրենիքից ջանին, փրկենք երկիրը, բերեք սպանենք այս իշխանություններին, որ կարողանանք երկիրը փրկել այս բանի տակ, էլի, սցենարի տակ, պրոպագանդա եւ իհարկե չեմ բացառում ֆինանսական լուրջ հոսքեր, չնայած ստեղած իրենց մանգլավիկները լավ են փողեր ունեն, բայց այնուամենայնիվ կարող են լուրջ փողեր տնել եւ պրոպագանդիստական ազդեցություն ունենալ, ինչը չեզոքացնելու ոչ կամք ունի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ոչ էլ երևի կարողություն, ժողովուրդ ջան։ Չառաջորը նայեցինք Լիլիթ Մինասյանի մասնակցությամբ հանրայինով բանավեճը, Հարություն Մկրտչյանը, Ալեն ներողություն, Դանիել Իոնիսյան եւ Ստեփանը Գրիգորյան, ես ինձ խայտարակ բացահայտումներ արեցի, էլի մարդիկ խոսում են հանցագործ պաշտոնյաներին եւ քաղաքական ուժերին ընտրություններին մասնակցելու օրինական արգելքի մասին, օրինական արգելքի անհրաժեշտության մասին, օրենքներով կամ դատարանների որոշումներով, ինչի մասին ես էլ եմ բազմիցս խոսել։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորը ելել ասում է, չէ, մենք ժողովրդավարական հնարավորություն ենք տալիս բոլորին, որպեսզի բոլորը մասնակցեն։ Չի խոսում այն մասին, որ հավասար չեն այդ ուժերը։ Այն մեկի ուժը, այն մի խմբի ուժը, ապօրինի կուտակած կապիտալն է եւ Մոսկվայից թելադրվող քաղաքականությունն է, կալ իշխանության, Հայաստանը դարձնել Ռուսաստանի կաղուտ այս կոմենկոմ, այն մյուսներն են մաքուր ցագման քաղաքական ուժեր են, ոնց թե բանը քաղաքական ուժերը թող մրցեն ժողովուրդը որոշի։ Քաղաքացիական պայմանագրի որոշ падգամավորներ, ես չգիտեմ ինչ խորությամբ, այդպես էլ չեն հասկացել, որ կուսակցություն գրանցած լինելը դեռ չի նշանակում, որ դա քաղաքական ուժ է։ Բովանդակային իմաստով քաղաքական ուժը արդար եղանակով քաղաքական պայքար մղող քաղաքացիների միավորումն է, որպեսզի կան իշխանության իրենց գաղափարները իրականացնեն, երկիրը տանեն ավելի լավ զարգացման ճանապարհով։ Չի կարելի քաղաքական ուժ համարել այն խմբավորումներին, որոնք սնվում են ապօրինի կապիտալով, սնում են ապօրինի միջոցներով իրենց ենթակա լրատվամիջոցներին, պայքարում են ժողովրդաիշխանության դեմ, մասնակցում են ընտրություններին, պարտվելու դեպքում ելնում ասում են թաղեմ ժողովրդավարությունը, հա, դրանք ինչ քաղաքական ուժեր։ Ահա այս գործիքակազմն է, ինձ թվում է, որ Կրեմլը օգտագործելու է, ամեն րոպե փորձելով հրահրել ձեր ասած անկայունությունը, եթե առիթ լինի, ինչպես եղել է անցած 4 տարիների ընթացքում, նոյեմբերի գիշերը 22 թվականի մայիսյան ցույցերը, անցած տարվա Գալստանյան բանի նախկին որն է հոգևորական քաղաքական գործչի արշավը, պոպուլիզմը, ստերը, այս կոմ կանք փրկենք, գնանք ուրեմն
Գիրանցով անցնենք Շուշին ազատագրենք, այս անենք, այն անենք, հա, այս ամբողջ գործիքակազմը լավագույնս օգտագործելու է Ռուսաստանի Դաշնությունը կամ Կրեմլը Հայաստանում իր դրածոներին իշխանության բերելու համար։ Սա ինձ համար աներկբա է։ Այս համատեքստում շատ լավ ախոյան են գործող իշխանությունների համար նախկին իշխանությունները, շատ լավ ախոյան են քաղաքացիական պայմանագրի համար, որտեղ շատ հեշտ է քաղաքական իմաստով քացուտակ գցել, ճախճախել նախկին իշխանություններին, բազմաթիվ օրինակներ, ապացույցներ կան եւ այդ ֆոնին փորձել երևալ ավելի լավը։ Ասենք քորերի միջի մի աչքանին էլի 1000 ներողություն այդ մարդկանցից, հա ասացված կա այդպիսի էլի, հա, մի մարդիկ պետք է նայեն, ասեն լավ, դե թող մնան այս ապաշնորները, քան թե են հանցագործները իդ կան։ Էս է, այս գործող իշխանության հնարավոր պատկերացումները եւ չգիտես ինչու մի վերամբարձ ինքնակնահատական ունեն, թե իրենք տանելու են 50% +1 էլի, հա, 50% պլյուս ասենք, հա, ինչ որ քվե են տանելու, Գյումրու դեպքում էլ էին այդպես խոսում, տեսակ ինչ եղավ, հա, եւ չգիտեմ որտեղից է այս ինքնավստահությունը, ավելորդ ինքնավստահությունը, Հայաստանի դեպքում 26 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, եթե իշխանությունը հանցագործ քաղաքական գործիչներին եւ հանցագործ քաղաքական ուժերին հանցագործ եմ ասում շատ կոնկրետ ապացույցների հիման վրա Քոչարյան Ռոբերտը նախագահի տեխնացություն տնելու իրավունք չի ունեցել մեր սահմանադրությամբ աներկբա է ցանկացած մեկի համար սա հասկան տրել է Հիմա այդ մարդունով պետք է զրկի տեխնացություն առաջադրելու իրավունքից կամ իր այսպես ասած քաղաքական ուժերը իրենով թևավորված իրենով խանդավառված կամ իր առաջնորդած օրենքով պիտի սահմանափակվի, պիտի դատարանի որոշմամբ կամ օրենքով սահմանափակվի, ասի ախպեր դու սահմանադրության վրա թքել ես տեխնացություն ես առաջ դրել, մնացածը թողնենք էլի, որ պատկերացնենք 99% է ստացել, 98 թվին եւ 2003 թվականին, հա լավ ստացել ես, բայց դու առաջադրվելու իրավունք չես ունեցել եւ այդպես շարունակ կաշառք ինչ է անում կաշառքի մեջ մեղադրվող ապօրինի կույքի ծավալների մեջ մեղադրվող ապացուցված դեպքերում պիտի այդ մարդիկ զրկվեն տեխնացու լինելու իրավունքից ավականու անդամության տեխնացու եւ падգամավորի տեխնացու լինելու իրավունքից հասկանալի է նաեւ վարչապետ նախարար եւ այլն հա այս ամբողջը պիտի այս իշխանությունը կարողանար Հիմա էլ է ժամանակ կա անելու, բայց չի անելու ինքը։ Փաշինյանը վախկոտ է, չի կարողանում այդպիսի բաներ անել, հա, որոշում է, որ դա ժողովրդավարություն է, թող գնան մրցեն, մեկ էլ եկուս մյուս օր քթերը կարող են տրորվել, բայց մենակ իրենց քիթը չի տրորվելու, էլի ԿՊ-ի քիթը։ Հայաստանի Հանրապետության հերն են անիծելու, եթե 26 թվականին կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում 25 թվականին։ Հարաբերական մեծամասնություն տանում է քաղաքացիական պայմանագիրը ենթադրենք Հա եւ ընդեղ ուրեմն երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերի, 5-րդ տեղերի ժողովուրդը տվում են իրար հետ եւ գերազանցում են իրենց քվեներով քաղաքացիական պայմանագրին։ Պարոն Փաշինյանը կարող է կռահել ինքը քանի րոպե է մնալու դրանից հետո ազատության մեջ։ Ժամ չեմ ասում, օր չեմ ասում։ Քանի րոպե է մնալու ԿՊ-ի ամբողջ վերնախավը ու Էլիահակին մարդ ազատության մեջ։ Չի կարող ասել, ես կարող եմ ասել, մոտարապես այնքան ինչքան պետք է հատուկ քննչական ծառայությունից, ինչ է, հակակոռուպցիոն կոմիտեից կամ ազգային անվտանգության ծառայությունից հասնել մինչև իր ուրեմն կեցավայրը կամ ազգային ժողով, որտեղ ինքը պետք է լինի падգամավոր, եթե եղավ ընդդիմություն։ Սա սարսափելի պատկեր չէ, սա իրատեսական սցենարներից մեկն է։ Այնպես որ այս իշխանությունը պիտի վաղուց հասկանար, թե ինչպես պիտի հայկական քաղաքականության մեջ, հայաստանյան քաղաքականության մեջ ապականություններ արած մարտիկ եւ քաղաքական ուժերը օրինական ճանապարհով հեռացվեին քաղաքականությունից, ինչպես Ֆրանսիան է անում, Գերմանիան, Իսպանիան եւ ելի ուրիշ երկրներ։ Ոչ մի սարսափելի բան չկա դրա մեջ, շատ կոնկրետ դատարանի որոշմամբ արգելվում է այս ինչին մասնակցել ընտրություններին որպես տեխնացու 10 տարով։ Գնա ղժա փոռա մարդու իրավունքների դատարանը ստիմում ինչ ես անում, չես անում, երկրի դատարանը կտել է որ դու այն տեսակ վնասներ ես տվել երկրին, որ Մերանք բացատրելով ժողովուրդ 100 անգամ ասել ենք սա, չէ, այս իշխանությունը դա չի հասկանում, չի պատկերացնում Եվ թողնում է հանրությանը իր հաշվարկները ենեն, որ մարդիկ ասել են, լավ դե թող սրանք լինեն, ապաշնորեն, ապիկար են, ասֆալտ են անում, կոնե մանգապարտեզ են սարքում բան եւ այլն, նրանց չափ չեն ուտում, նրանց պես չեն ուտում, քան թե նրանք իդ կան։ Սա Հայաստանի զարգացում չի լինելու։ Պիտի
այդ հանցագործները չեզոքացվեն, դա կարող է անել իշխանությունը։ Պիտի ռոպագանդան չեզոքացվի, ռոպագանդան էլ չի չեզոքացնում։ Տեղական ռոպագանդայի մասին է խոսքը, որպեսզի կարողանան մնացած ուժերը, երրորդ խմբի ուժեր, այսպես ասենք, հա, մաքուր ծագման ուժերը, որոնք հանցագործությունների մեջ ներքաշված չեն եղել անցյալում, որոնք մաքուր կապիտալով են, մաքուր ծագման ուժեր են եւ ֆինանսական եւ էթիկական տեսանկյունից։ Հա, այդ ուժերը կարողանան իրական մրցակցություն, գաղափարական վեճի մեջ մտնել քաղաքացիական պայմանագրի հետ։ Սա ամենապարտ խնդիրն է եւ կարող ենք ունենալ կամ այս եղածի կրկնությունը 21 թվականի խորհրդարանական ընտրությունների կրկնությունը, մյուսը Գյումրու 25 թվականի ընտրությունների կրկնությունը կարող ենք ունենալ, ու այդ դեպքում քաղաքացիական պայմանագրի падգամավորներ, Փաշինյան, մյուսներ պիտի սպասեն ԱԱՑ-ի այցելություններին, այսինքն Քոչարյանական ԱԱՑ-ի այցելությունների։ Ես չեմ կարծում, թե Քոչարյանին իրենց թիմը կամ Մոսկվան ռեբրենդինգ անելու հնարավորություն ունի, ինչ-որ մեկին տնել նրա տեղ։ Լևոն Քոչարյանը այդ իմաստով բացարձակ հասուն չէ, դաշնակցությունից նայում եմ, տեսնում եմ չկա որևէ մեկը, որին կարողանան թե, այսինքն այս եղած խորհրդարանական ընդդիմության կազմի մեջ եւ նրանց հարակցությունների մեջ, մանդատները ցած դրածների մեջ, Վանեցյանների, մյուսների մեջ առայժմ չեմ նկատում մեկին, որին Կրեմլը կարողանա այստեղ առաջ մղել, բայց դե բանը միայն դրանով չէ, որ Կրեմլը կփորձի այստեղ հաջողության հասնել։ Այնպես որ Հայաստանի իշխանությունները քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած պիտի խելքերը գլուխները հավաքեն, այդքան բան։ Շնորհակալ եմ պարոն Բարսեղյան զրույցի համար։ Ես էլ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում է Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Կհանդիպենք։